Հետ եղելա, որ հանդիպեք մի հատ կենդանու, որը որ առաջին հայացքից ահավոր տարօրինակ տպավորություն ա թողում, կամ էլ ասենք իրան ահավոր տարօրինակ ա պահում, ու որ նայում ես այդ կենդանուն, հասկանում ես, որ իրա հետ մի բան է ինչի։ Եթե նման դեպք ձեր հետ եղել ա, ուրեմն շնորհավորում եմ ձեզ, դուք ամենայն հավանականությամբ հանդիպել եք Skinwalker-ի։ Դե, ամենայն դեպս տենց է ընդունված ամերիկյան բնիկ նավախոցեղի բնակիչների մոտ։ Ըստ նավախոցեղի, որոնք որ հիմնականում բնակվում են ամենահարավային նահանգներում, ինչպիսիք են Յուտան, Արիզոնան և Նյու Մեքսիկոն, Skinwalker-ները դրանքային սև վհուկներն են, ովքեր որ կարողանում են իրենց մոգությունը օգտագործելով փոխակերպվել և ընդունել կենդանու կամ նույնիսկ մարդու տեսք։ Բայց նավախոցեղը վհուկներ ասելով չի հասկանում միայն իգական սեռի ներկայացուցիչների, տվյալ վհուկները կարող են լինել թե արական և թե իգական սեռի, բայց այսօր համացանցում Skinwalker-ները ներկայացվում են որպես արարածներ, որոնք որ ընդունում են միայն կենդանու տեսք, բայց սրան հակառակ նավախոցեղի անդամները հավատում են, որ Skinwalker-ները բացի կենդանու վերափոխվելուց կարող են ընդունել նաև մարդկային տեսք։ Դրա համար էլ խուսափում են անծանոթների հետ Skinwalker-ների մասին խոսելուց, որովհետև կարծում են, որ հնարավոր է, որ անձնավորությունը, որի հետ որ քննարկում են Skinwalker-ների թեման, հենց ինքը Skinwalker լինի, ու հավատում են, որ եթե հանկարծ Skinwalker-ի հետ քննարկես նրանց թեման, ապա նա կսկսի քեզ հետապնդել։ Դրա համար էլ խուսափում են անծանոթների հետ Skinwalker-ների մասին զրուցելուց։ Նավախոցեղում կենդանիները, որոնց որ կերպարանքը կարող են ընդունել Skinwalker-ները, հիմնականում ասոցացվում են խորամանկ կենդանիների հետ, օրինակ ամերիկյան կայոտի, գայլի, աղվեսի, բայց էլի սրան հակառակ այսօր տեսնում ենք, որ համացանցում գրեթե ցանկացած կենդանու կերպարանք կարող են ընդունել Skinwalker-ները, ու ավելի շատ այսօր տեսնում ենք, որ տարածված են տեսանյութերը, որտեղ որ իբր թե ներկայացվում են Skinwalker-ները որպես շուն կամ կատու։ Եթե մի օր վերադարձել եք տուն ու նկատում եք, որ ձեր ընտանի կենդանին, շունը կամ կատուն իրան տարօրինակ է պահում, կամ էլ ասենք կարողանում է կատարել հնարքներ, որոնք որ երեք չէր կարողանում կատարել, Lay down. You're not my dog. ապա սա միանշանակ մտածելու տեղիք է տալիս, թե ով է ձեր տան նոր բնակիչը։ Կամ ասենք ձեր շունը ունի ահավոր, անսովոր, մարդկային աչքեր, կամ ասենք շատ ուշ է թարթում, կամ էլ ընդհանրապես չի թարթում, ու սառը մահացած հայացքով երկար նայում է ձեզ։ Սա էլ միանշանակ կարանշան լինի, որ ձեր ընտանիքում տեղակայվել է նոր բնակիչ Skinwalker-ը։ Բայց դե մենք կարանք հանգիստ լինենք, որովհետև ոնց հասկանում ենք, այս ամեն ինչը մենակ տեղի է ունենում Ամերիկայում, ոնց որ ցանկացած մյուս սարսափ ժանրի իրադարձություն, հա, սկսած այլմոլորակայիններից վերջացրած մինչև ամենաանբացատրելի առեղծվածային արարածներ։